գրքի հեղինակը Սահակնովայի գիտության մեջ։ Այս երկից գիրքը Սահակնովայի հայերեն խաղերի մեկնաբանություններն են։ Ասեմ նաև, որ այսօր քիչ առաջ ասեցի, որ Սահակնովայի մատյանում կա 39 խաղ։ Ավելացնում եմ, որ 4 խաղեր Սահակնովը գրել է թուրքական խաղերի բաժնում։ Նա միտումնավոր առանձնացրել է, որ այդ 39-ով քիչ առաջ ասել է, որ Սահակնովը ներկայացել է հայկական այբենը, որ հայկական այբենը 39 տար, ամեն մի խաղով մի տարի մի խաղ է նվիրել, եւ վրացիները ունեն 32 տար, ամեն մի տարի մի խաղ է նվիրել։ Իսկ այդ 4 առանձնացել է մցել թուրքական խաղերի մեջ, որը պատկանում են հայկական եզրին։ Հետագայում բանասերները հայտնաբերել են եւս 29 խաղ, այսինքն այսօր սեղանի վրա ունենք Սահակնովայի հայերեն խաղերի 72 խաղ։ Այս գիրքը այդ 72 խաղի մասին։ Այստեղ կա բանաստեղծություն, որ ամեն մեկ տողը մեկնաբանելու ինձանից խլել է 40 էջ։ Դրանցից մեկը դունեն կխեն խաղում, որ մանրամասել եմ, որ բառը ինչի համար ասել, ինչի պատճառով ասել։ Եվ թողել ընթերցողի տակ է։ Շատերը ինձ բանավոր խոսել են, թե ինչու չես ասում ես, ինչու ես գրում մենք։ Դու ասա ես գրեցի, ասել եմ ես գրում եմ, դուք կարդում եք, ուրեմն մենք ենք, չէ դա կարդում։ Ես եսից հեռու մարդ։ Իմ գրքի վրա տվել ենք Սահակնովայի նկարը։ Այս նկարը իմ շատ մտերիմ բարեկամ Երջանք Այշատակ Հրաչյանը նկարել։ 1945 թվականին պետք է ըստ Գևորգ Ախմedյանի ենթադրության, որ իբր Սահակնովան ծնվել է 12 թվականին եւ մահացել է 95-ին Աղա Մահմեդի հարձակման ժամանակ։ Պետք է Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում, որ պետք է ստանանք Սահակնովայի պորտրետը, որ պետք է ստանանք Սահակնովայի դիմանկարը։ Այդ մրցությանը մասնակցում են 103 նկարիչներ, հայեր, վրացիներ, թուրքեր եւ այլ եւ ռուսներ եւ տարբեր ազգի նկարիչներ։ Մրցանակը տանում է Հրաչյանը։ Ես Երջանք Այշատակ Ռուխյանին հարցեցի. «Վարպետ, Սահակնովայի նկարը ո՞նց է ստացել»։ Ասեց իրազս տեսել եմ Ասլան ջան։ Մտքում ես ծիծաղեց, ասեցի, բա երազոր նկար են ստանում։ Ինչու եմ այնպես այդ վարպետին այդ հարցը տվել։ Ես շուտվանից ունեի Սահակնովայի նկարը, բայց չէի ուզում ասպարեզ խանել։ Չէի ուզում ասպարեզ խանել, որովհետև Սահակնովայի նկարը եղել է մեր մատենադարանում։ Այստեղ Սահակնովան պալատական միջավայրում երգում է թագավորի աղջկա կանանց համար։ Սա եղել է 1747 թվականին։ Իսկ այդ նկարի տակ չեմ ուզում անուններով խոսել։ Գրել են, որ այս նկարը պատկանում է Նաղաշ Հոնաթանի վրձենին և նկարված է 1765-ին։ Անգամ չեն ուսումնասիրել, որ Նաղաշ Հոնաթանը ծնվել է 1761-ին և մահացել է 1722-ին։ Այսինքն Նաղաշը 43 տարի մահից հետո վերակենդանացրեց նկարը։ Իդեպ ասեմ, որ նկարիչները, ում որ նկարում են, հեղինակի անունը չեն գրում։ Իրենց անունն են գրում և տարիքերը։ Ահա Սահակնովայի իրական նկարը, որ մենք ստացել ենք իրական Սահակնովայից։ Այս նկարը մենք ստացել ենք Սահակնովայի նկարից, որդու և թորան։ Այս երեքից ստացել ենք Սահակնովայի նկարը։ Իդեպ ասենք, որ Խաչատուր Աբովյանն էլ նկար չուներ։ Խաչատուր Աբովյանի նկարը ստացան իր թորնուհիներից, մի քանի երեխայից ստացան Աբովյանի նկարը։ Նույն ձևել մենք կարող ենք այս իրական Սահակնովան նկարը, բայց կանոն նկարիչը փոքր է նկարել և մանրամասը չէ, մենք մեծացրել ենք նկարը։ Իդեպ ասեմ, Սահակնովայիները դե կանայք սովորություն են բամբասել Սահակնովայի մասին, խոսել է, որը Սահակնովան այդ մտքերը վերածել բանաստեղծության։ Այսինքն անկեղծ ասեմ, Սահակնովան գուցե ինքն է դա արել, որ իր դեմքը ներկայացնի, հոնքեր ունի, լարած աղեղ,
թերթևունքը մեմենետ, հերուտեղեր սեր է անում, մոտ չի գալիս ինձ մեր հետ։ Իբրև Աննան Բամբասել է, Սայաթ-Նովան այդ Բամբասանքը վերածել բանաստեղծության։ Սա իրական Սայաթ-Նովայի դեմքն է։ Սայաթ-Նովայի յարը Աննան մահացել է 1787 թվականի մարտի 8-ին։ Հետաքրքիր դրվագ։ Այսինքն մահացել է 81 տարեկան հասակում։ Արդեն քիչ առաջ ես ասեցի, որ Աննան ոչ քույր է ունեցել եւ ոչ էլ եղբայր։ Իսկ ով պետք է Սայաթ-Նովայի յար Աննայի հողարկումը կատարեր։ Բնականաբար վարդապետ Տեր Ստեփանոս Սայաթ-Նովան։ Թե որտեղ է թաղված, այդ մասին ես չեմ խոսի, ասում են տարիներ, յուրաքանչյուր մարդ ունի իր սրտամոտ ընկերը։ Եվ Սայաթ-Նովան ասում են, որ երբ ես չլնեմ, ինձ կթաղես անտեղ, որտեղ որ ես քեզ ցույց եմ տվել։ Իր բարերով ասած, որ այն աշխարհում հուրիս փերից ջաննատի սեր տեղ կունենա։ Այսինքն կպարկեմ խավեր։ Նրա մոտ ով որ իմ ճակատագրական յարն է։ Եվ այս իմաստով ելնելով իրավիճակից, երբ Սայաթ-Նովան լսում է աղա Մամեդ խանի հարձակումը 3 տարի առաջ, նա իր ընտանիքին, 2 տղայի, 2 աղջկա, բոլոր գուցե երեխաներին, փեսաներին, բոլորին տեղափոխում են Մոզդոկ, որպեսզի երեխաները չլինեն այդ կրակի տակ։ Այս մասին Սայաթ-Նովան ներկայացել է իր խաղերեն մեկում։ Այդուբիմն կարդացել եմ դասը դաս, ուշադիր եղել, դաս է դաս, հասարայ, հասաջե, հասասե, Ռն ունի 1000 թվական արժեք, N ունի 7 թվական արժեք, J ունի 9 թվական արժեք, S ունի 2 թվական արժեք։ Այսինքն հասա 1792 թվականին։ Հանկարծակի մի ձեն եկավ դաս է դաս, ականջ կալա, թե ինչ հասաս է։ Այսինքն հանկարծակի մի լուր եկավ, որ աղա Մամեդ խանը պետք է հարձակվի։ Վերջում է, չէ, եյով, թե ինչ հասաս է, նա պիգրել է, բայց գրել է, են ունի 5 թվական արժեք։ Այսինքն 1792-ին լսել եմ, որ 5 թվին պետք է աղա Մամեդ խանը հարձակվի։ 1000 տարի մարդի աչքում 40, ով է մնացել աշխարհումս 40, Սայաթ-Նովան դուն մայ հետ մարդիս հետ հասաս է, խաղի մեջ։ Այսինքն որ դու եք կարող այդտեղ մահանաս, բայց Սայաթ-Նովան չէր կարող մահանալ այդտեղ, որովհետև հարձակվողը աղա Մամեդ խանն էր, որը պաշտում է Սայաթ-Նովային։ Ստեղ կա մանրամասնություններ, ես դա չեմ ուզի հայտարարել։ Սայաթ-Նովան մահացել է բնական մահով 1802 թվականին, իդեպ ասեմ, ինձ հասած տվյալներից ծանր հիվանդանում է, ուզում է վերջին ամիսներին գնամ Մոզդոկ, երեխաներին տեսնի, ընկնում է սելավի տակ, ժողովրդական եզով ասած սափիջաներում, հիվանդանում և շուրջ 6 ամիս նա ուղեղը կորցրած է լինում։ Եվ բնականաբար այդ հասկա ուղեղը, որին անվանում էր հուջրա, հուջրա արաբերեն կոչվում է անգնահատելի բառերի շտեմարան։ Ամեն հուջրից 1000 կապ կա, լեզուն բացել չի կա։ Սայաթ-Նովան իր գաղափարն անվանում էր հուջրա։ Իսկ այդ անգնահատելի շտեմարանները ունենում են երկրի ղեկավարները, որ ամեն ինչ է ձեռքի տակ է։ Եվ մահանում է մարտի սկզբին, բնական մահով 95 տարին չասած, այդ մասն է Սայաթ-Նովան գրել։ 90-ից երբ բոլորեց, հոգիս մարմնիցս բեզարեց։ 95 տարիս հասավ, չի ասում են 95 տարեկանը, 95 տարիս հասավ, մոտենումը, Գաբրիելն անունս գրեց։ Ինչպես մենք ասում ենք բարբարում գապել հրիչ տվար։ Այսինքն Սայաթ-Նովան 95-ը չլրացավ, նա 95-ը լրանան մայիսի 14-ին, իսկ ինք կյակսերանա մարտի 2-ին։ Ահա թե ինչու էր Սայաթ-Նովան ասում, որ ամեն մարդ չի կանա կարդալ,
իմ գիրը ուրիշ կենը, ոչ թե ոչ ոք չի կարա կարդալ, այլ ամեն մարդ չի կարա կարդալ, ամեն մարդ չի կարա խմին ջուրը, ոչ թե ոչ ոք չի կարա խմին, այլ ամեն մարդ չի կարա խմին,